Եվ ճիշտ ժամանակին գսե որդին եկավ եւ խոսվածներուն համաձայն խաչին վրա մեռավ, որովհետև Աստված իր որդին ղրկեց։ Հովանու 3:16-ի մեջ գսե այնքան սիրեց աշխարհը, որ նույնիսկ իր միածին որդին տվավ մեզի համար, որբեսի անոր հավատացողները չգործվին, հաբա հավիտենական կյանք ունենան։ Դալը նպատակի համար էր, դվավ որբեսի մենք կյանք ունենանք, դվավ որբեսի մենք վայելենք։ Այն ինչ որ մարդը չգրծավ գադարել, Քրիստոս ինքը գադարեց, որբեսի մարդը հոգևոր կյանքը ապրիլ գարենա։ Խաչի մասին քարոզությունը հիմարություն գտվի գորուստի ջամփուն մեջ գտնվողներուն համար, մինչ մեզի հրգության ջամփուն մեջ գտնվողներուն համար Աստծո զորությունն է։ Այսօր եթե դու դրդուն ունիս, վախ ունիս, գասկած ունիս, ցավեր ունիս, մեջդ զանազան բաներ կա, քեզի հանգիստ չի ցկեր, դու պետք ունիս այդ խաչին առջև գնալ ամբողջությամբ հանձնվել Քրիստոսի քեզի համար գադարածին եւ ակնկալել, որ Տիրոջ օրհնությունը կյանքիդ մեջ փոփոխություն բերե։ Եվ հետեւաբար բնավ Քրիստոսի խաչին վրա մեռնիլը ցավալի բանը չէ, Քրիստոսի խաչին վրա մեռնիլը բադիվս է։ Անորոմար Պողոս Արաքյալ գսե մեզի համար բադիվ է Հիսուսի ավետարանը քարոզելը, որովհետև Քրիստոսի խաչը այսօր իմ եւ քու ցերկին մեջը իշխանություն մտրված է, որ սատանային հիշեցնենք, որ Քրիստոսի խաչին քարոզչությունը, այսինքն խաչով մեր կյանքի մեջ եղածները սատանային ոչ սող Աստծո զորությունն է։ Ուրբաթ 29 մարտ 2013-ին եկեղեցի մեջ տոնեցինք Հիսուսի խաչին բերած հաղթությունը։ Ծառայության ընթացքին Տերը քիդության խոսքով հայտնեց, թե մեգումը ագան չգփացվեր։ Ներսես 10 տարի է իվեր դգար գլսեր, բայց ան վերակդավ իր լսողությունը։ Տերը մեգում այս բահում բժշկություն տվավ իր երկու ագանչներուն հետ կապված, ագանչներուն յետևեն, մեջեն, կամ ագանչներուն բաժինները գլխուն վրա են, մեջեն, փամը ունի եւ ինք արձակվեցավ լման։ Ուզեմ ստուքես, ով որ այս բաժիններուն վրա հարց ունի, ուզեմ ամիջապես ստուքե ագանչներուն այս շուրջը գսկան փամը իր մե արձակվեցավ։ Գրնա ագանչիդ քոցը լալ բացվավ, գրնա ցավ ունե իր անցավ, գրնա մեջի կողմերեն հարց ունե իր եւ ադիգա հիմա բժշկվեցավ լման։ Ուզեմ ստուքես այս բան։ Ուզեմ եղբայր քո անունը դսես առաջ։ Ներսես ինչի ան։ Բալյան։ Ներսես ինչ ունե իր տուն։ Ագանչի քիչ մզանություն ունե։ Ինչքան ժամանակ է ունե իր այս ծանրությունը։ Շատ անց։ Մոտավորապես 10 տարի է։ Երբ որ ինձ կխոսեինք դժվար գլսեր, անգամ եւս պետք է գրտնեինք, որովհետեւ հասկանար, կամ հերացայինը չեր լսել լավ, եթե զանգեինք ինք առներ։ Ցերկը ժամայցուց ունի, որ ինքը ժամ անգամ ժամայցուցը ցայն գուտա, ինքը կսենք հայր բաբա չես լսեր որ ցայնը ոչ կսեր, մենք կլսենք որ 1 մետրո անտին, բայց ինքը չեր լսեր։ Երբ որ դուք գիտության խոսքով ասիք, որ դերը ագանչի բժշկություն գուտագոր, ես նախ ասի որ մամայիս ասեմ ագանչին թող տնե ցերկը։ Ետքը ասի որ չէ դերը թող տնե ցերկը ագանչին, որովհետև գիտեմ որ լսողությունը դգար է։ Եվ ես սկսա աղոթել եւ հրճագել, բայց բաշտամուկ երբ լրացավ, մոտեցավ, ասավ ագանչս բացվեցավ, ասի ուրեմն փառք Տիրոջ, այսինքն որովհետեւ բադվենի միշտ շեշտեց, որ դերը կբժշկե գոր, դերը կբժշկե գոր, ուրեմն ասի ես իմ հայրս է անպայման եւ փառք Աստծո։ Ինչ ըսկացիր այսօր։ Բացվել է ասել, ագանչս բացվել։ Եվ սկսալ լսել։ Ինչպես գիտար որ ավելի կբացվի գոր, գրնաս ասել ինձի։ Բարբեր լսելու սկսար, ավելի զորավոր լսելու սկսար։ Բաց լսելու սկսար։ Բնական լսելու սկսար, որ չէիր լսեր այդպես։ Փառք Աստծո։ Ինչ կսես Հիսուսին։ Շնորհակալ եմ։ Ամեն։ Հելենա եւս բժշկվեցավ իր ագանչի ցավեն, որ դարիներեզ ինք կչարչարեր։ Անոր մայրը նաև գվգայի, թե դերը Հելենային բժշկած է թալասիմիա է, որ արյան բջիջներու ժառանգական հիվանդություն մնե։ Իմ անունս Էլենա է,
Ես ականջի ցավ ունեմ, բայց դիգոց իմ ականջս կծավի եւ ես միշտ դոկտոր բժշկի գերտամ եւ ինչ որ այլա միշտ կծավի իմ ականջս։ Գիշերները միշտ ցավ կունենամ, մամայիս կարտնցնեմ, ինձ թե գտնե, բայց դագավին կծավի գուլամ եւ չէի գրնար վարգել գիշերը։ Ձարայության ընթացքին ինձ աղոթեցին եւ այդ օրվան ես ականջիս իմ պամագը հանեցի եւ այլևս հետ չի ծավիր գոր գիշերները գրնամ գոր բարգել, առաջվա պես չէ, որ հետ չի գրնար գոր բարգել։ Ես Հիսուսի գսեմ, որ ես իրեն շատ կսիրեմ եւ շնորհակալ եմ, որ ինձ բժշկեց եւ շատ կսիրեմ իրեն։ Ես ունեմ երկու վկայություն, որ իմ աղջիկս հետ պատահեցավ։ Նախ ասկե մի քանի տարիներ առաջ իմ աղջիկս բժշկի դարած էի, արյան մեջ թելեսեմիայի հիվանդություն ելավ, որ շատ մտահոգվեցանք ասոր։ Բժիշկը երկրորդ քննություն մնալ ուզեց, միջ այդ մենք հոս եկանք, եկեղեցի եկանք եւ աղոթեցին իմ աղջերանս վրա։ Երկրորդ քննության ովևէ մեկ հարց մը չի գար, այսինքն արյունը բոլորովին մաքուր ելավ։ Իսկ վերջին դեպքներ իմ աղջիկս բզդիկ տարիքեն ականջի ցավ ուներ, ականջը գոհոսեր, բժիշկը թեր դված էր, բայց բնավ չէր անցնել։ Մենք հիշեր գելեր եւ գուլար ցավ են։ Եկեղեցի եկանք եւ աղոթեցին իրեն վրա։ Եվ այսօր բոլորովին բժշկված է եւ ովևէ մեկ ցավ չունի։ Եվ շատ շնորհակալ եմ Հիսուսին, որ բժշկեց իմ աղջիկս։